Ողջույն սիրելի եկեղեցի։ Եկեք միաբան տերունական Հայր մեր աղոթքով սկսենք աստվածածառայությունը։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, գա քո արքայությունը, լինի քո կամքը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր, եւ թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ թողում ենք մեր պարտականներին, եւ մի տանի մեզ փորձության, այլ ազատիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս ամեն։ Մինչ կանգնած ենք Տիրոջ ներկայության մեջ, կարդանք Աստվածաշնչից մի հատված։ Ղուկաս ավետարանը 3-րդ գլխի 5-րդ եւ 6-րդ խոսքերը։ Ամեն ձոր լցվի եւ ամեն սար եւ բլուր խոնարհվի, եւ դժվարները հեշտ լինեն, եւ խորթուբորթերը հարթ ճանապարհներ լինեն, եւ ամեն մարմին Աստծո փրկությունը կտեսնի։ Այսպես է ասում Աստծո խոսքը։ Պարտիրոջը, սերս իմ ձեռքերում մեր բոլորի կարիքներն են։ Մենք եկել ենք հավատքով, որ Տերը պատասխանելու է ամեն։ Մեր Տերը ամենակարող Աստվածը, երկնքի ու երկրի արարիչն է։ Իմ ու քո կարիքը իր համար հեշտ պատասխանելու կարիք է։ Ամեն։ Մենք աղոթում ենք միաբան, Տեր, խնդրում եմ քեզ, օրհնի Հիսուսի անունով։ Ամեն մի եղբորս, ամեն մի քրոջս, որ գրել է իր կարիքը հավատքով սպասում է քեզանից, Տեր։ Մեր սպասումները քեզանից են, Տեր։ Դու ես պատասխանող Աստվածը, Տեր։ Ինչ որ ունենք մեր կյանքում բարի բան քեզանից է, Տեր։ Խնդրում եմ քեզ, օրհնի, որ այս կարիքները վկայության խոսքեր դառնան, Տեր։ Այն եղբայրը, այն քույրը, որ իր կարիքը գրել է հավատքով, որ պատասխան ստանալու քեզանից, ստանա այդ պատասխանը ու տեսնի իր կյանքում Հիսուս Քրիստոսյանով։ Թող ամեն մեկը, որ մեր կողքը կա, տեսնի, որ քո ձեռքը չի պակասա եւ քո բազուկը չի թուլացել, որ դու օգնես այն մարդկանց, որ հույսը դնում են քո վրա, Տեր։ Շնորհակալ ենք, որ դու երբեք մեր կարիքների կողքով չես անցնում, Տեր։ Երբեք մեր խնդրածները չես անտեսում, Տեր։ Շնորհակալ ենք քեզանից, որ դու հոգատար Աստված ես, ու դու մինչև մեր արդեն գրելը դու արդեն պատասխանում ես, Տեր։ Գոհանում ենք քեզանից, շնորհակալ ենք քեզանից, որ քո նման հայր ունենք, որ սիրում է մեզ ու պահում է մեզ։ Տեր, գոհանում ենք քեզանից նաև Հայաստանի համար, մեր երկրի համար, մեր հայրենիքի համար։ Տեր, խնդրում եմ քեզ, պահի մեր երկիրը, պահպանի մեր երկիրը, Տեր։ Օրհնի ամեն մի իշխանավոր մարդու, որ կարող է մի բանով ամեն մի օր ավելի լավ դարձնի քո ժողովրդի համար, քո երկրի համար։ Տեր, խնդրում ենք քեզ, օրհնի մեր երկիրը, պահպանի մեր զինվորներին, ամեն մի մարդու, որ մեր երկրում գտնվում է, Տեր, Հիսուսի անունով։ Թող ոչ մի թշնամի չկայանա մեզ վնասի, Տեր։ Հոգևոր թշնամին էլ չկայանա վնասի, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով, Տեր։ Որ ամեն մեկը, ամեն մի քաղաքում, ամեն մի գյուղում, որ ապաշխարեն, ընդունեն քեզ որպես Տեր ու Փրկիչ, Տեր, ու մեր երկիրը օրհնված երկիր լինի, Տեր, խնդրում եմ քեզ։ Մեր երկիրը բարգավաճի, ծլի, ծաղկի, զորանա, Տեր։ Խաղաղության երկիր լինի, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով, Տեր։ Տեր, խնդրում ենք քեզ, օրհնի մեր երկիրը։ Օրհնի թող գերբնական քո օրհնությունը, քո զորությունը երևա մեր երկրի վրա, Տեր։ Շնորհակալ ենք քեզանից մեր Հայաստանի համար։ Տեր, նաև խնդրում ենք քեզ, օրհնի Ռուսաստան երկիրը, Տեր։ Խնդրում եմ քեզ։ Օրհնի այս երկիրը նաև, որովհետև մենք այստեղ ապրում ենք, բնակվում ենք, շատերս քեզ այստեղ են գտել, Տեր։ Շատերս ընտանիքներ են կազմել այստեղ, բնակվում ենք, աշխատում ենք։ Տեր, գոհանում ենք քեզանից այս երկրի համար, Տեր։ Օրհնի այս երկիրը, թող քո խաղաղությունը իջնի այս երկրի վրա, Տեր, որ ամեն մի պատերազմ, ամեն մի սխալ բան դադարի, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով, Տեր, խնդրում եմ քեզ։ Օրհնի իշխանավորներին, Տեր, որ ամեն մի օրենք ընդունելուց ընդունեն ի բարի քո ազգին ու քո ժողովրդին, Տեր, Հիսուսի անունով, Տեր։ Մենք օրհնում ենք այս երկիրը, մենք օրհնում ենք ամեն մեկին, որ գտնվում է այս երկրում, Տեր, ու խնդրում ենք քեզ, թող քո լույսը իջնի ամեն մեկի վրա, Տեր, որ ճանաչեն քեզ, որ բարձրանան քո մեջ, Տեր, որ խոնարհվեն քո առաջ, Տեր, ու դու օրհնես նրանց։ Մենք շնորհակալ ենք քեզանից Ռուսաստանի համար, Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Տերը օրհնի քեզ, ողջունում եմ քեզ սիրելի ընտանիք։ Փառք Հիսուսին քեզ համար, բոլորիս համար, որ մենք այսօր այստեղ ենք։ Կխնդրեմ, քաղցր ժպտաս կողքինիդ ու նստես Տիրոջ թանկ ներկայության մեջ։ Սիրելի փառաբանություն, Տերը օրհնի ձեզ, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Նաև ես ողջունում եմ մեզ համացանցով դիտողներին, Տերը ձեզ էլ օրհնի։ Փառք Հիսուսին ձեզ համար էլ, որ դուք սիրով դիտում եք մեր քարոզները, օրհնության խոսքեր եք գրում, իրար հետ ենք, տարածությունը մեզ չի խանգարում, մենք բոլորս Աստծո մեջ ենք, այո, լավ է, որ նայում ես Աստծո խոսքը, որովհետև քանի դեռ խոսքը չունես քո կյանքում, փրկություն չի գալու։ Դրա համար շարունակի նայելը, եթե հնարավորություն ունենաս լինես Տիրոջ ներկայության մեջ, եկեղեցու մեջ եղիր, եթե ոչ, հələ որ կարող ես դիտել, փառք Հիսուսին ձեզ համար էլ, էդ էլ ձեզ, Տերը օրհնի ձեզ։ Ինչ լավ է, ինչ քաղցր է։
Քաղցր այո, որ հետարքիր է, որ անգամ միտքդ էլ է մաքրվում Աստծո մեջ։ Բերանդ ուզում է անդադ օրհնության խոսք ասի, երբ որ քեզ ցավացնում են, երբ որ քեզ վատ բան են ասում, քո հետևից սխալ գործեր են անում, մեկը սենց մի պահ մարդկայինդ ուզում է արթնանա, ուզում ես մի հատ սենց կոպիտ բան ուզում է ծնվի, մեկ էլ Աստվածային հոգին, Աստծո հոգին ներսդ ասում է խաղաղվիր։ Ինչ լավ է, չէ՞։ Խաղաղվիր։ Ժպտա։ Գիտես, որ ժպտում ես ամեն ինչ գնում է։ Ամեն ինչ այնքան էժան է։ Որտեվ ես քեզ ուզում եմ ասեմ, սիրելիս, դու որպես Աստծո ժողովուրդ, մենակ սատանային է պետք, որպեսզի քեզ ցավացնի, քո ուրախությունը վերցնի, քեզ սեղմի տրորի, դրա համար ամեն ինչ արա փափագի, որպեսզի դու Աստծո քաղցր ներկայության մեջ, սիրո մեջ ու ուրախության մեջ լինես։ Ամեն։ Ես միշտ ինձի իմ ժպիտի համար շատ եք ասում, անգամ շատերը ասում եք Գարիկ եղբայր ինչ լավ ժպիտ ունես, ինչ ուրախ ես դու, դե Աստծո է դա։ Ես իհարկե միջև կապաշխարի իմ ուրախություն ունեի, բայց Աստծո մեջ կատարյալ դարավ։ Ուզում ասեմ, սիրելիս, այդ ժպիտը աշխատում է միշտ որ չգնա ինձանից։ Սատանեն դրա վրա էլ է հարձակվում։ Ինչ որ քո մոտ առավելությունը Աստծուց է, սատանեն հարձակվելու է, պատրաստ եղի, որ չկորցնես դա ու գնաս դրա մեջ։ 10։ Եթե դու լավ ավետարանիչ ես, սատանեն հարձակվելու է քո ավետարանի խոսքերի վրա, չկանգնես առաջ գնա։ Եթե դու մարդկանց համար սիրում ես անընդհատ աղոթել, չկանգնես աղոթ քարա, սատանեն հա ուզենալու է քեզ չթողի անես։ Ես էլ տվյալ դեպքում ժպիտ ունեմ, ժպտում եմ մարդկանց, ու գիտես ներսից է գալի, ես չեմ կարա այդպես ձևական ծիծաղամ։ Հասկանում եմ, սատանեն միշտ ուզում է ինձ չթողի որ ժպտամ, բայց ես մեկը ժպտալու եմ։ Ամեն, Փառք Հիսուսին։ Այո, ժպտալու եմ, ու դա նրանից է։ Նայա, որ ինձ ու քեզ ուրախություն է տալի։ Աստվածաշունչն էլ ասում. ուրախ եղեք, ուրախ եղեք, ուրախ եղեք։ Գիտես, որ նայես կասես, բայց քան դժվարություններից մեջ, բայց հիվանդությունս, բայց խնդիրներս, ախար ոնց ուրախ լինեմ։ Ուրախ եղիր։ Երբ որ դու ուրախ ես լինում, զգացել ես, որ ուրախ ես լինում, մեկ էլ մոռանում ես, որ խնդիր ունեիր։ Իրականում, ես որ հենց սկսում եմ ծիծաղալ, մեկ էլ մոռանում եմ, մեկ-մեկ մարդիկ ասում են Գարիկ եղբայր, դու ընդհանրապես խնդիր չես ունենում։ Ունենում եմ, ուղղակի որ ուրախությունը, որ քո առավելությունը Աստծոց բարձրանում է վերև, արդեն ամեն ինչ մնում է տակը, էլ չի երևում ոչինչ բան։ Հա? Փառք Հիսուսին ցելիս։ Ուրախ եղիր։ Տերը օրհնի քեզ։ Մի փառք Տիրոջ է, կարող ես ծափարել։ Մի հետարքիր խոսք եմ վերցել, ճիշտ է վերցել եմ հին ուխտից, այս հին ուխտի խոսքերն էլ մի քիչ շատ լուրջ պատմություններ կան, ասեմ լավ, ես ախր չկան այս պատմություն, որի մասին Տեր ջան պետք է խոսամ ու շատ ծիծաղամ դրա մեջ, բայց լուրջ պատմություններ է։ Ինչ որ Տերը սրտիս մեջ դնում է, ինչ որ հասկանում եմ, որ պետք է խոսամ, այդ էլ սիրելիս խոսալու եմ այսօր քո հետ։ Կարդալ եմ 4 թագավորաց 18 խոսքից, 18 առաջի գլխից մինչև 18-րդ գլխից առաջի խոսքից 3-րդ խոսքը։ Եվ Իսրայելի թագավոր Էլայի որդի Օվսեի 3-րդ տարին թագավոր եղավ Հուդայի թագավոր Աքազի որդի Եզեկյան։ 25 տարեկան էր, երբ որ թագավոր եղավ, եւ 29 տարի թագավորեց Երուսաղեմում, եւ նրա մոր անունն էր Աբի, դուստր Զաքարիայի։ Եվ նա ուղղություն արեց Տիրոջ աչքի առաջ բոլորովին, ինչպես որ արել էր իր հայր Դավիթը։ Այստեղ ուզում եմ կանգ առնեմ։ Հետարքիր խոսքը ասում Աստվածաշնչում 18-րդ գլխի հենց սկզբից էլ խոսում է մի եղբոր մասին, ով որ 25 տարեկանում դարձավ թագավոր։ Ու ասում է նրա մասին, որ ինքը 25 տարեկանում դարձավ թագավոր ու 29 տարի թագավորեց։ Ու գիտես, այնքան հետարքիր է, որ իր մասին ասում է, որ նա ուղիղ գնաց Աստծո առաջ, ինչպես իր հայր Դավիթը։ Ես ինքդ էլ երևի կարդացած կնես հաճախակի նկատում ես թագավորների մասին, որոնց մասին, որ գրված է, էլ ես ինչ տարիքում դարձավ թագավոր, այսքան տարի թագավորեց, նա ուղիղ գնաց, բայց
Միջև վերջ չէ։ Այս Եզեկիա եղբոր մասին ասում է ուղիղ գնաց ու համեմատում է Դավիթի հետ։ Մեր բառերով ասած հաջողակ մարդ էր։ Այսինքն իր թագավորության ժամանակ ինքը այնպիսին էր, որ իր տարիներն էլ արդար ուղիղ գնաց, Աստծո առաջ, ու չի ասում արդար ուղիղ գնաց մարդկանց առաջ, ուղիղ գնաց իրանց տանեցիների առաջ, կամ ազգի առաջ, ասում է Աստծո առաջ։ Գիտես ինչի։ Որտեվ սիրելիս մեր կյանքի ուղղությունը, մեր արդարությունը Աստծո խոսքին համապատասխան պետք է լինի։ Ես ու դու այնքանով ենք արդար, ինչքան Տիրոջ խոսքով ենք։ Այնքանով ենք ուղիղ, ինչքան Աստծով ենք։ Որտեվ երբեմն մարդիկ ասում են, «Այս մեկը արդար է, այս մեկը բարի է»։ Ես դեմ չեմ արդար, բարի մարդկանց, բայց մեր արդարության ու բարության սկիզբը, մակարդակը, աշճանը դա Աստծո խոսքն է։ Ես ու դու բարի ենք այնքանով, ինչքան խոսքին համապատասխան ենք։ Ու երբ որ խոսքում նայում ես, այս եղբայրը ասում է, այս եղբայրի մասին ասում է Տիրոջ աչքի առաջ բոլորովին նշանակում է ինքը ոչ միտեղ չվրիպեց։ Լրիվ արդար գնաց։ Ուղիղ գնաց, ինչպես արել էր իր հայր Դավիթը։ Մեր խոսքերով ասած հաջողակ մարդ էր։ Գիտես, լավ է, որ մենք կարդում ենք Աստվածաշնչում այն մարդկանց մասին, ովքեր ունեն լավ հաջողություններ, Աստծո մեջ։ Մեկի մասին կարդում ենք, մեկը լավ հավատք ուներ, մյուսի մարդին մասին կարդում ենք, մեկը լավ նվիրված էր, հավատարիմ էր, շատ լավ, ամեն բան լավ է, գիտես, ու ուզում ենք շատ ժամանակ նմանվել, ունենալ դա լավ բան է, ասեմ։ Բայց գիտես խնդիրը ինչումն է։ Մենք չենք ուզում վճարենք այն գինը, որ իրենք են վճարել։ Մենք չենք ուզում լինել այնպես, ինչպես իրենք են եղել։ Սա չգիտեմ ինչի է այսպես, բայց ենթադրում եմ, որ մարմինն է։ Մարմինը երբեք չի ուզում, շատ ժամանակ չի ուզում, որ ես ու դու մեզ նեղություն տանք։ Ես մի քիչ հետո կարդամ։ Մեր Եզեկիա եղբոր համար այնպես չի, որ ինքը տենց ուղիղ ուղակի սենց ուղիղ գնաց եւ վերջ իր համար հեշտ էր, իր համար թեթև էր ու հնարավոր էր։ Ոչ սիրելիս, այդպես չէր։ Ես ում քեզ ասել, որ քո կյանքի ուղիղ ընթանալը Աստծո առաջ, դա քո օրհնության սկիզբն է։ Ինչքան մենք Աստծով ենք գնում առաջ, այնքան մենք Աստծո աչքի առաջ ուղիղ ու արդար ենք։ Այսօրվա խոսքը գիտես ոնց եմ վերնագրել սիրելիս։ Հենց այդպես։ Ուղիղ Աստծո առաջ։ Փառք Տիրոջը։ Ուզում ես չէ լինել ուղիղ Աստծո առաջ։ Ուզում ես չէ, որ Աստված ինձ ու իմ ու քո գնահատականը հենց այդպես տա։ Ասի իմ դուստր Արմինեին հələ նայեք։ Հասմիկին հələ ոնց է գնում։ Ինչ ասես գլխին չեն բերում։ Ինչի մեջով ասես չի գնում, բայց հələ ինչպես ուղիղ է։ Իմ տղային զավակին հələ Արմենին նայի։ Երիտասարդ տղա է։ Ուրիշ երիտասարդները առօտից երեկո վազում են սխալ բաների մեջ, ինքը հələ անձնուրած, երիտասարդությունը դրել է մի կողմ, Աստծո համար վազում է ծառայություն անում։ Ուզում ես չէ, փառք Տիրոջը։ Եվ ուզում եմ կարդալ սիրելիս ինչ արեց, լավ։ Այս եղբայրի մասին, որ ասում է ուղիղ գնաց, ուղիղ դա մենակ քայլելու մասին չի։ Ինչ արեց։ 18-րդ խոսքի 4-րդ խոսքից կարդամ, 18-րդ գլխի խառնում եմ համար։ Նա վերցրեց բարձրավանդակները և կոտրատեց արձանները և քանդեց կուռքի անտառը և փշրեց այն օձի պղինձը, որ Մովսեսը շինել էր, որովհետև մինչև այն օրը Իսրայելի որդիքը խունկ էին ծխում նրան և նրա անունը դրեց Նեսթան։ Ինչ հետաքրքիր է, չէ՞։ Պատկերացրու ես եղբայրը դառել է թագավոր ու պարզվում է Աստծո ընտրած ժողովրդի մեջ հələ Աստծուն ոչ հաճելի բաներ կար։ Տարօրինակ է, չէ՞։ Որոնք երբեմն ես ու դու կարանք նայենք քրիստոնյա ազգ, Աստծով ապրող ազգ
բայց նայում ես քրիստոնեության գործեր չկա։ Դեռ հեթանոսության քայլեր կան, հեթանոսության բարձրավանդակներ կան, արձաններ կան, պաշտելու առարկաներ կան։ Սա ընդհանրապես սիրելիս Աստծուն հաճելի չի։ Սա քրիստոնեության հետ ընդհանրապես կապ չունի։ Քրիստոնյա մենք դառնում ենք Քրիստոսով ապրելով, Քրիստոսի խոսքով առաջնորդվելով։ Ես ու դու քրիստոնյա ենք, որովհետև Քրիստոսն է բնակվում մեր մեջ, եւ մեր կյանքով պետք է Երևան նա։ Համաձայն ես։ Ու գիտես, այս ժողովուրդը, այս եղբայրը վերցեց, ասում է, վերցեց բարձրավանդակները եւ կոտրատեց։ Բարձրավանդակները, ասած այդ բարձրավանդակները կոտրատեց արձանները։ Այսինքն ես պատկերացնում եմ ժամանակ այդ բարձր տեղերում դնում էին արձաններ, ինչ որ պաշտամունքի առարկա էր, հա, մարդիկ ուզում էին կամ գնում էին, sense տեսանելի ուզում էին կերպարներ տենային, որին որ պաշտեն։ Ես չգիտեմ ինչ թմրություն էր եկել իրանց մեջ, որ Աստծուն պատկերացնում էին անպայման sense մարմնավոր, որ տեսնեն նոր պաշտեն։ Ախր մեր Աստված կենդանի է հենց տեղ է ու քո կողքին է, քո մեջ է։ Հերու պետք չի Աստծուն փնտրել։ Պետք չի գնալ եսի միջ տեղերը տեսանելի բաներ վերցնել ու դրանով պաշտել։ Ու այս եղբայրը գիտես այդքանը հասկանալով, գիտակցելով ինչ արեց, վերցրեց կոտրեց։ Չդրեց մի կողմի վրա պահեր, ասեր դե լավ, էսի թող չերևա, մեկա չի երևում, ասում է կոտրատեց։ Եվ հաջորդ խոսքում ասում է քանդեց կուրքի անտառը։ Ես չգիտեմ դու կուրքի անտառ տեսել եք։ Այս խոսքը որ կարդում էի հիշեցի, մի անգամ 18 թվականն էր, դեռ չէի ապաշխարել, դեռ Աստծով չէի ապրում հավատքով։ Գործողման էի գնացել Սիբիր։ Ուրեմն ինձ երբ որ դիմավորեցին, մենք 200 կիլոմետր օդանավակայանից մեքենայով պետք է գնայինք այդ տեղը, որտեղ որ դե հանդիպում ունենայինք։ Ճանապարհին գնում ենք ու այս ճանապարհին եթե եղել ես Սիբիրում, տեսած կլինես շատ տեղեր ինքը անտառով ճանապարհներ է։ Երբ որ դու գնում ես, քո աչու ձախը անտառներ է։ Ու այս վարորդը ինքը ազգությունով ռուս եղբայր է։ Երբ որ մենք անցնում էինք այս անտառների ճանապարհով, ինքը պարբերաբար տեղ-տեղ ձայնային ազդանշան էր տալի։ Մեր բառերով ասած սիգնալ էր տալի։ Ես նայում եմ աջ, նայում եմ ձախ, ես ում է սիգնալ տալի։ Ոչ մեքենա կա, ոչ մարդ կա։ Այ եղբայր, ես ում է սիգնալ տալի։ Ուրեմն գիտեք ինձ ինչ ասում։ Ասում աստեղ տեղեր կա, որտեղ մարդիկ հավաքվում են ու թեկուս եւ այդե մարդ չկա, որ դու անցնում ես, դա իրանց պատվի, իրանց ողջույնի գործ է, որ պետքա դու ձայնային ազդանշան տաս ու անցնես։ Անհավատ մարդ է, շատ ես հասկանում այդ ինչ ասում։ Այդ հիմա ես որ կարդում եմ, կարդացի, հիշեցի այդ ժամանակը։ Ուրեմն մի քանի հատ տենց անցանք, մեկի մոտ գնաց կանգնեց։ Ու գնաց կանգնեց, մոտեցանք այդ տեղը ինչ էր սարքած, աթոռներ, սեղաններ, նստելու տեղեր ու ծառների վրա, ինչ ասես կախած չէր։ Տարբեր ձևի գույներով, տարբեր կտորներ, ինչ ասես կախած էր, սենց, գիտես, ես հոգևոր չէի, բայց այդ տեղ այնքան ճնշող էր ինձ։ Ես հասկացա, որ էսի իրանք ասում են այդ շամանների այդ ինչ-որ տեղը, այդտեղ կռապաշտության տեղ էր։ Ու գիտես, այդ կռապաշտության տեղ այնքան դիվային ազդեցություն կար։ Ու այստեղ, երբ որ կարդացի այս խոսքը, որ ասում է նա քանդեց կուրքի անտառները։ Ես մտածում եմ, ես Եզեկիել եղբայրը երևի հողին է հավասարեցրել, որ ոչ մի բան չմնա։ Ու դա Աստծուն հաճելի էր։ Որտեղ ուղղության հիմնական բանը պատճառներից մեկը, որ ինքը այդպես վարվեց։ Ես ուզում եմ քեզ ասել, սիրելիս, դիմեմ քեզ, եթե ինպես, ես դրա համար ապաշխարել եմ, հիշեցիր, որ դու ինչ-որ անգամ, ինչ-որ ժամանակ եղել ես նման տեղեր, չհասկանալով, ինչ-որ գործողություն ես արել,
Միգուցե դա պայմանագիր է։ Կխնդրեմ քեզ այսօր աղոթքի ժամանակ, երբ որ մենք վերջում կաղոթենք, դու ներողություն խնդրես ու հրաժարվես դրանից։ Հա? Թող այդպիսի ոչ մի գործողություն, ոչ մի բան իմ ու քո կյանքում հանկարծ չմնա։ Ամեն։ Եվ ասում եմ, այն օծի պղինձը, որ Մովսեսը շինել էր, որովհետև մինչև այն օրը Իսրայելի որդիք խունկ էին ծխում նրան եւ նրա անունը դրավ Նեսթան։ Ինչ սովորություններ։ Ինչ սովորություններ, գիտես, այնքան լավ է, որ դու որոշում ես կայացրի Աստծո մեջ գնում ես, ինչ սովորություններ նամանման որի մեջ որ հələ վստահ չես, արդյոք դա հաճելի է թե չէ։ Լավ կլինի թողես։ Լավ կլինի թողես։ Ես հիշում եմ մենք ու նմանատիպ այդ բարձրավանդակներ, արձաններ, չգիտեմ ինչեր, տարբեր տեղերից եկած, ես հիշում եմ, որ մենք խմբակ էինք սկսել, եղբայրները ստեղ են կհիշեն, ու այդ ընտանիքն որտեղ որ շատ օրհնված ընտանիքը իրանք մեր հետ են, մեր եկեղեցու անդամներն իրենց տունը խմբակ էինք անում։ Մենք երբ որ նոր գնացինք այդ խմբակը անցկացնում էինք այդ տանը, դե ոնց որ շատերս, այդ տան մեջ կար արձանիկներ։ Ծանոթ բան եմ ասում։ Արձանիկներ, գիտես ինչ արձանիկներ։ Գնացել ես, ասենք, մի երկիր հանգստանալու, ընդեղից ինչ որ իրանց կենդանիների արձանիկներ ես բերել։ Գնացել ես մյուս երկիր հանգստանալու, իրանց եսիմինչերի նկարներն ես բերել։ Գնացել ես այն մստեղ, ինչ ասես բերել ես, դե բերել ես ինչ ես արել։ Դերել ես տունը, հիշողություն է, չէ՞։ Առաջի հայացքից գիտես լավ է։ Ինչ այլ է, կնայեմ կհիշեմ, այս երկիրն եմ գնացել, հանգստացել, այնտեղ եմ գնացել, հանգստացել, մարդիկ կգան ցույց կտան, որտեղ եմ հանգստացել։ Հանգստանալը լավ է, բայց գիտես, ես ուզում եմ քեզ մի բան ասեմ։ Շատ ժամանակ այն երկրներում, որտեղ քրիստոնեություն չկա, որտեղ կենդանի Աստծով չեն ապրում, իրանց մոտ այդ արձանիկների, այդ շատ բաների մեջ դիվային զորություն կա։ Եթե այս խոսքը լսում ես ու հիշում ես, որ մի բան այն չի, ես չեմ քեզ ասում, որ անպայման ինչ կա, չկա, գնաս տունը սենց լրիվ ջնջես, բայց Աստծուն խնդրի հասկացի, աղոթի։ Իրականում, եթե մոտդ կասկած կա, գիտես նկարները, այդ արձանիկները չեն, որ քեզ պետք է հիշացնեն կան հանգստություն տան քեզ, այդ որտեղ որ դու գնացել ես։ Ավելի լավ է դու խաղաղ լինես, ավելի լավ է այդ ոչ մի դիվային ներկայություն չլինի, դրանց զորություն չլինի քո տան մեջ, այդ էլ չլինի, քանց թե լինի ու քո մոտ կասկած լինի ու խնդիր լինի։ Այս եղբոր մասին ասում է Աստված, Աստծո առաջ նա ուղիղ գնաց, քանդեց լրիվ ամեն ինչ, որ ոչ մի բան ոչ իրանք տեսնեն, ոչ անեն, ոչ էլ իրանց հիշեցնի, որովհետև գիտես ինչ, մարդիկ Աստված իրանց հանել է իրանց անեծքի երկրից, Եգիպտոսից, բայց եկել են պետք է լոգիկայով, օրինակ հրեաները պետք է միջև այսօր սուրբ ապրեին ու ամեն ժամանակ հիշեին, որ Աստված իրանց որտեղից է հանել ու ոչ մի սխալ բանի մեջ չլինեին։ Բայց նայում ես, այսօր այդ ժողովուրդը թաթախված է սխալ գործերի մեջ, սխալ կյանքի մեջ։ Ինչի։ Սատանեն քնած չի սիրելիս։ Կարա ինձ ու քեզ էլ անընդհատ սենց բանի, անընդհատ ուզենա տանի դրա մեջ։ Դու կարծում ես Աստծո մեջ, որ ապաշխարեցիր, քեզ մոտ չի լինելու ոչ մի տեսակի տենց բաներ։ Պետք է ուշադիր լինես, որ այն ինչ որ ինչի մեջ զգում ես սխալ զորություն կա, հանի քո տանից հետ։ Ինչի մեջ զգում ես, որ սխալ ուժ կա, վատ, հանի։ Ու ինչ տեղի ունեցավ այդ խմբակում, մենք արդեն որ խմբակ գնում էինք, մի 2-3 խմբակից հետո արդեն այդ արձանիկները չկային։ Իրանք հերթով գնացել էին այդից։ Ֆարտիրոջը, այ։ Իհարկե, ինչի ես օտար ուժ բերեմ։ Երբեմն գիտես են թուղթուգիր անողներ կան, ինչ-որ բաներ անող կան։ Իրանք կարող է ինչ-որ գեղեցիկ տեսքով բան տան, նվեր, նկար։ Ու դրա մեջ ուժ լինի, դու էլ հավատացյալ ես, վերցրել ես, բերում ես տունը, դե նկարա, դրել եմ տունը, կասես Գարիկ եղբայր, ինչ անեմ։ Սիրելիս, եթե զգում ես տունդ մի բան են չի,
Հավատքի մեջ ես, ամեն ինչ լավ է, աղոթքի կյանք ունես, ծոմի կյանք ունես, բայց հենց տան մեջ անհանգստություն կա։ Միգուցե այդ նկարի մեջ զորություն կա, վատ։ Հանի տանից դուս։ Ուրիշին նվեր չտաս։ Գցի թող գնա։ Պետք չի ուրիշին լավություն անես, դա վատություն կլինի։ Գցի թող գնա սիրելիս, հա։ Լավ նկարներ կան, սիրուն, տեսարժան, մեր Աստծո ստեղծած այս երկրի նկարներ, քաղաքների, տո գեղեցիկ բաներ կան շատ։ Պետք չի այդ ուրիշ ազգությունների արածի չոր կուրքերը բերես հասցնես քոտուն։ Դա պետք չի։ Ինչպես մեր եղբոր հաջողության մի բանն էլ նա էր, որ ինքը վերացրեց դա։ Եվ գիտես ինչ, սիրելիս, հաջորդ քայլը, որ ինչ նա արեց, տեսեք, վերացրեց ամեն սխալ գործերը։ Եվ ես կարդամ 5-րդ խոսքից 18-րդ գլուխ։ Իսրայելի Տեր Աստծուն ապավինեց։ Տեսեք, ջնջեց հին բաները, հիմա էլ արդեն ում վրա է հենվում, ում վրա է հույսը դնում, նրա։ Ասում Տեր Աստված, այս սրանք սո չկա, դու ես։ Թեկուզ ես թագավոր եմ քո կամքով կանգնած, բայց դու ես թագավորների թագավորը։ Եվ ապավինում ենք միայն քեզ, ես էլ իմ ազգն էլ։ Գիտես, ամեն, փառք Տիրոջը։ Այ մենք մեր աղոթների մեջ դիասենք։ Տեր Աստված, դու ես մեր ազգության ապավենը եւ ամրոցը։ Դու ես մեր թագավորը Տեր Հիսուս։ Մենք քեզ ենք ապավինում, քեզ ենք նվիրվում եւ քեզանով պետք է ապրենք։ Ամեն, փառք Հիսուսին։ Ամեն։ Եվ հետո խոսքը ասում է եւ նրանից հետո չեղավ նրա նմանը Հուդայի բոլոր թագավորների մեջ եւ նրանց մեջ, որոնք նրանից առաջ էին եղել։ Երբ որ նայում ես շատ թագավորներ են գալիս գնում։ Օրինակ ինքը որ ասում է խոսքում Դավիթի, ինչպես իր հայր Դավիթը, դու կարծում ես հա Դավիթ իր պապան էր։ Չէ, սիրելիս, ես կարդացի Եզեկիան Աքազի որդին էր։ Բայց դες չի ասում իր հայր Դավիթը։ Դավիթ իր պապու են մեր խոսակցականով ասած մի քանի պորտ վերև, բայց Դավիթը այն մարդն էր, որ Աստվածաշնչում, Աստված իր խոսքում Դավիթի մասին սենց գրում է որպես ուղիղ մարդ, որպես Աստծո սրտով մարդ։ Այս եղբայրն էլ այնպես իրան դրսևորեց, որ Դավիթի հետ համեմատեց, ասում է ինչպես իր հայր Դավիթը։ Եվ իրապես ոչ մեկ չի լինում։ Գիտես, մեկի հովանավորության տակ մտնելը, ապավինելը, դա նշանակում է, որ դու լիովին քո կյանքով մտնես Աստծո պաշտպանության մեջ։ Աստծո պաշտպանությունը դա իր խոսքն է, սիրելիս։ Եթե ես ու դու Աստծո խոսքով չենք, ապա պաշտպանված նույնպես չենք։ Այս Եզեկիա եղբայրը ինքը ինչ է կարծում, իր մտքի ուզածով էր տենց դարձել։ Չէ, ուղղակի Տիրոջ խոսքը լավ գիտեր։ Լավ էր ուսումնասիրել այն սխալները, որ թույլ էին տվել իր հայրերը։ Իր պապան էլ, հենց իր անձնական պապան, իր պապան նախ իրանից քիչ թագավորեց, հետո Աստծո առաջ ուղիղ չգնաց, բայց ինքը չկրկնեց։ Գիտես, երբեմն ես որպես զավակ ես շատ եմ նայել իմ հորս, բայց մենք մարդ ենք, անսխալ չենք։ Բայց ես իմ հորս սխալները միշտ աշխատել եմ չկրկնեմ։ Ես իմ երեխաներին էլ եմ ուզում, որ իրանք իմ սխալները չկրկնեն։ Այ Եզեկիան նայում էր իր պապայի սխալը ու չկրկնեց։ Դու լսել ես ակաժների դուր ասում, բա մեր պապական սովորությունն է, բա մենք տենց ենք արեմ միշտ անում ենք։ Լավ է, որ պապիներից լավ բան սովորենք, լավ է, որ մեր հայրերից օրինակ վերցնենք, բայց պետք է քննենք, տեսնենք, միգուցե դա Աստծուն հաճելի չի։ Միգուցե դա Աստծուն հաճելի չի տենց ապրելը։ Միգուցե հաճելի չի, իրականում հաճելի չի, Աստված կենդանի Աստված է մեզ հետ է։ Նա մեզ չի սպասում ինչ-որ արձանների ու կերպարների ձեռակերտ Աստվածաշունչն էլ ասում դրա մեջ։ Նա սպասում է հենց քո փակված առանձին սենյակում, քո սրտում, որ հենց կկանչես նա կլսի։ Հենց կանչես Աստված լսի։ Ես դեմ չեմ այն բանի, որ ես գիտեմ, մեր եղբայրներից կան եղբայրներ, որ ինքը սիրում է մտնի անտառ աղոթի։
Ես գիտեմ, ինքը չի մտնում անտառ բան տեսնի վրա, օդ ինքը մտնում անտառ առանձնանա Աստծո հետ։ Խաղաղության մեջ մտնում ու ասում է, ես որ մտնում Աստծո զորություն իշտնում, որովհետև ես այդտեղ Աստծո հետ հանդիպման տեղ եմ հրճակը իմ համար։ Ու Աստված գալիս է այդտեղ։ Միգուցե Աստված առաջնորդ է, ես չգիտեմ։ Ես դեմ չեմ, որ դու գնաս ինչ որ տեղ առանձնանաս, միգուցե դա բարձր տեղ կլինի, Աստծոն հետ հանդիպես։ Բայց ես ասում եմ նրա մասին, որ հանգարց քո համար ոչ մի երևացող տենց բան չլինի որպես պաշտամունքի առարկա։ Ամեն։ Եվ 6-րդ խոսքում գրված է եւ Տիրոջը յարեց։ Սրտիկներ եմ դրել այդ յարեցի կողքը։ Յարեցը գիտես ինչ է։ Սիրեց։ Սիրում ես Աստծուն։ Ապրի Աստծո խոսքով։ Սիրում ես Աստծուն։ Ապրի Աստծո խոսքով ու սիրի Աստծուն։ Գիտես ինչ է նշանակում սիրել Աստծուն։ Քո իր խոսքը դնել վերին։ Ու քո ամեն կյանքի իրավիճակում խոսքից դուրս չգալ։ Ասում ես եւ յարեց, սիրեց Աստծուն, նրա հետևիցը չհեռացավ եւ պահեց նրա պատվիրանները, որ պատվիրել էր Տերը Մովսեսին։ 3 բան. ապավինեց, սիրեց ու պահեց։ Առաջի 3-ը որ կարդացինք, ասում է քանդեց, հա? Ես կարդամ քո համար սիրելիս։ Կոտորեց, քանդեց, փշրեց հին բարերը, սիրեց, պահեց ու ապավինեց Աստծուն։ Սա մեր Եզեկիել եղբոր, ոնց ասում, իր առավելություններ, այն բաներն էր, որով ինքը կարողացավ գնալ Աստծու մեջ, գնաց սրանցով։ Ու Աստված ասում է, որ ուղիղ գնաց իմ առաջ։ Ուղիղ Աստծո առաջ։ Ես չեմ կարծում, թե Աստծո հետ ապրելը դժվար է։ Դժվար չի։ Աստծո հետ ապրելը դժվար չի։ Մտածում ես, որ դժվար է, բայց որ սկսում ես ապրել դժվար չի։ Բայց դու որոշում ես, որ կայացնում Աստծո հետ մաքուր անարատ գնաս, խոսքով գնաս, դժվար չի, սիրելիս։ Որտեվ Աստծո հետ քաղցր է կյանքը։ Աստծո հետ մաքուր է կյանքը։ Մեր Եզեկիել եղբայրը իր հայրերից վերցրեց մենակ այն լավ բնավորությունը, որ միգուցե մեկը, հա, իր հենց հոր մասին ասում։ Ասում է հերը ուղիղ գնաց, բացի բարձրավանդակները չքանդեց։ Ինքը նայել էր հոր արած լավ գործերը դա վերցրել էր, բայց մտածեց, որ պապ ջան, բարձրավանդակները չես քանդե։ Ես էտել եմ անելու, որ կատարել լինի իմ սերը դեպի Աստված։ Ես էտել եմ անելու, որ կատարել լինի իմ սերը դեպի Աստված։ Եթե դու էլ միգուցե քո ընտանիքը հավատքի մեջ է եղել, կամ քո ընկերները, դու տեսնում ես հավատքի մարդիկ, տեսնում ես զորավոր մարդ քո կողքը կանգնած, շատ ժամանակ նայում ես իրան, ինքը ոնց է հավատքի մեջ գնում, բայց ես ուզում եմ քեզ բան ասեմ, դու աշխատի ավելին լինես։ Աստված ասում է նախանձավոր եղեք։ Աստծո բաժնով սիրելիս կարաս նախանձավոր լինես։ Աստծո բաժնով մաքրությունը քո կյանքում նախանձավոր եղի։ Անգամ ասեմ քեզ, որ կանգնած տեսնում ես Գարիկ եղբայրը կանգնած Աստծո խոսքով քո հետ կիսում է, ուզի ավելին անես Աստծո համար։ Աստված թույլ է տալի։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Գիտես ինչ խոսք եմ գրել։ Գրել եմ, եթե դու գնում ես Աստծո առաջ, Աստված էլ գնում է քո առաջ։ Կաս կարիք եղբայր, լոգիկա է, լոգիկայով տենց հա։ Որ սիրելիս։ Գիտես ինչ ասում Աստվածաշունչը։ Հակոբոս 4:8, Աստծո խոսքով եմ դա ասում։ Մոտեցեք Աստծուն եւ նա կմոտենա ձեզ։ Մոտեցեք Աստծուն եւ նա կմոտենա ձեզ։ Պատկերացրու Աստված կանգնած է։ Ես որ գնում եմ, մոտենում եմ, չէ՞։ Գիտես որ դու մի քայլ անում ես։ Ես կասեմ 10, բայց դու մտածի 100, 1000 եւ այլն, անթիվ։ Մի քայլ որ Աստծուն անում ես, Աստված ավելի է մոտենում քեզ։
ուղիղ Աստծո առաջ։ Թող իմ ու քո հայացքը միշտ լինի Աստված։ Ամեն իրավիճակում, ամեն տեղ։ Երբ որ սատանան մեզ առաջարկներ է անում գեղեցիկ տեսքով, բայց մեջը մեղքի, սիրելիս, դա այնքան էժան է, ընդհանրապես էժան է։ Դրան կարած չնայես, ուշադրություն չդարձնես։ Գնա ուղիղ Աստծո առաջ։ Ամեն։ Դավիթ թագավորը լավ բան է ասում, ասում է Սաղմոս 7:10-ում, իմ ասպարը Աստված է, որ փրկում է սրտով ուղիղներին։ Սրտով ուղիղներին։ Ինքը հենց իր մասին ասում, ինքն էլ սրտով ուղիղ էր։ Աստված էլ հետո իր մասին ասում, իր սրտով մարդ էր։ Սրտով ուղիղ։ Աստծուն ընդառաջ սիրելիս։ Ու ինչ ես կարծում, հետարքիր է, չէ՞, ես խոսում եմ ես եղբոր հաջողությունների մասին ինչքան լավ ու ասում եմ ինձ ու քեզ ոնց անենք, որ մենք էլ այդ հաջողության մեջ գնանք։ Բայց գիտես, այդ հաջողությունների մեջ էլ մենք խնդիրներ ենք ունենալու։ Ուզում դրա համար էլ քեզ պատրաստեմ խոսքերով, որովհետեւ մենք էլ պատրաստվենք։ Եվ օրինակը նույնպես կբերեմ իմ եղբոր Եզեկիայից։ Եվ գիտես ինչ է տեղ ունենում, դա գրված է 4 թագավորաց 18-րդ գլուխ 17-18 խոսքերում։ Այսօր 4 թագավորացի մեջ ենք։ Այսօր մի պատմություն եմ վերցրել հենց Եզեկիայի եղբոր մասին, ինձ շատ դուր եկավ իր պատմությունը, որի մասին գրված է։ Ու ես ուզեցի սիրելիս այսօր կիսվեմ քեզ հետ, որովհետև տես կա պատմություններ, որտեղ գրված է հաջողությունների մասին, գրված է խնդիրների մասին ու գրված է անհաջողությունների մասին։ Այս բոլորը տրված է ինձ ու քեզ Աստծո խոսքի մեջ, այս գրքի մեջ, որովհետեւ մենք կարդանք իմանանք։ Դա մեր ցելից ես կարդում եմ քո համար։ Եվ Ասորեստանի թագավորը թագավոր Տարաթանին, Ռաբսարիսին եւ Ռաբսակին չլանները Լաքիսից շատ զորքով Երուսաղեմ ուղարկեց Եզեկիա թագավորի մոտ։ Եվ նրան վեր գալով եկան Երուսաղեմ եւ այնտեղ հասնելով եկան կանգնեցին Թափիչի ագարակի ճանապարհին եղող վերի ավազանի ջրմուղի վրա։ Եվ թագավորին կանչեցին եւ նրանց մոտ դուրս եկան Կեայի որդի Եղիակիմը, Պալատի հազարապետը եւ Սեբնա ատենադպիրը եւ հիշատակած դպիր Ասափի որդի Հովաքը։ Եվ Ռաբսակը նրան ասեց. Եզեկիային ասեք, այսպես է ասում մեծ թագավոր Ասորեստանի թագավորը, այդ ինչ հույս է, որի վրա դու ապավինել ես։ Դու միայն շրթունքի խոսքեր ես խոսում, թե խորհուրդ ու զորություն ունեմ պատերազմի համար։ Հիմա ում ապավինեցիր, որ ինձանից ապստամբվեցիր։ Մեր բառերով ասած, այս եղբայրը հաջողություններ է ունեցել, արդեն Աստծո մեջ գնում է, օրհնությունները առատապես եկել են, սատանան քնած չի, առաքես խնդիր։ Եվ գալիս է Ասորեստանի թագավորը մարդիկ հավաքում, ասում են գնացեք այդ Երջանիկին հլը տեսեք այդ ինչի վրա է ուրախացել։ Ապաշխարել ես Աստծո մեջ արդեն ուրախ գնում ես, քեզ գալիս են ասում են ինչի վրա ես ուրախ։ Պրոբլեմները տեսել ես, վաղ գգանք, ինչ ունեցնում ես ձեռսդ կառնենք, բայց դու ուրախանում ես։ Ասորեստանի թագավորը մարդ հողարկի ասում են գնացեք դրանասեք այդ ինչ ես ուրախացել, այդ ում վրա ես հույսը դրե, որ դու տենց ուրախ տենց առաջ ես գնում։ Գիտես ինչ անում թագավորը։ Հետարքիր է, այս Եզեկիա թագավորը շատ է դուրս գալ իր քայլերով։ Ծոմապահում ու աղոթք անում։ Մի անգամից չի ասում, մի րոպե, ես դուք եսում եք ինչ ասում։ Հələ դուք ինձ տեսել եք ես ով եմ вообще։ Մի անգամից մտնում է ծոմ ու աղոթք, որովհետև հասկանում է, հա, երբեմն իմ ու քո կյանքում էլ Աստված կարա դժվարություն էլ թույլ տա։ Ինչ ենք մենք անում։ Արդյոք ես մտնում եմ ծոմի ու աղոթքի մեջ, Տեր ջան, ես ինչ հայկ է։ Ես ինչ հիվանդությունա թակե դուրս։ Ես ինչ անհաջողություններ եկավ, սա լավ էր։
Ծառայությունների մեջ գնում էի, աղոթքի մեջ գնում էի, հոգևոր կյանքով ապրում էի, մարդկանց Տեր Հիսուս քո մասին չէի դադարում պատմելուց։ Էս ինչ խնդիր եկավ։ Դու գիտես Աստված հենց այնց է թույլ տալիս։ Ոչ սիրելիս, ցանկացած դժվարություն, որ գալիս է, դա մեզ ուժեղացնելու համար է։ Ցանկացած դժվարություն, որ քո կյանքում գալիս է, դա քեզ բարձրացնելու համար է։ Իհարկե, ես չեմ ասում դրա մասին, երբեմն մենք սխալ բան ենք թույլ տալի, գալիս է խնդիրը, ես դրա մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ նրա մասին, որ դու արդար, ուղիղ, անարատ Աստծո մեջ գնում ես, դժվարություն եկավ։ Պատրաստ եղիր, դա քեզ օրհնության միգուցե գործ է։ Եվ ի՞նչ է տեղի ունենում։ Նա ծոմ է մտնում, մեզ եղբայրը, ու աղոթք անում Տիրոջը, ես չեմ կարդա, ասում է Տեր Աստված։ Եկել են վրես։ Եկել են, դու տեսնում ես, եւ այլն, այդպես բառացի չասեմ, ինչա տեղ ունեմ, աղոթում Աստծուն։ Իհարկե Աստված ամեն ինչ գիտի, իմ ու քո խնդիրներ գիտի, բոլորը գիտի, բայց երբեմն մեզ պետք է այդ խնդրի մասին Աստծո հետ խոսալ։ Տեր ջան, չեմ կարող հələ այս վատ սովորությունից դուրս գամ, տեսնում ես։ Ինչ կլինի, խնդրում եմ, ազատ ինձ։ Կամ Տեր ջան, ես ախր մարդկանց հանդեպ արդար եմ։ Ինչ են ինձի տենց անում, ինչ են ցավացնում, դու տեսնում ես։ Ամեն բան հանձնում եմ քո ձեռքը, խնդրում եմ ես հարցին լուծում տուր։ Եվ գիտես ինչ անում։ Եվ վերցնում իր ծառաներին, իր օգնականներին ուղարկում է մարգարեների մոտ։ Ասում է գնացեք Աստծուց պատասխանը բերեք, աղոթել եմ։ Ծոմը պահել եմ, Աստծուց պատասխանը սպասում եմ։ Գնացեք պատասխանը բերեք։ Գիտես, այդ պատմության մեջ այնց հետարքիր պահ կա, որտեղ այդ Ասորեստանի թագավորի ծառաները, որ գալիս են, այդ որ գալի ասում են, այդ ում վրա էս հույս դրե։ Նրանք սկսում են իր հետ խոսալ, գիտեք ինչպես, իրա չէ, իր ժողովրդի հետ։ Իր ժողովրդի հետ սկսում են խոսալ հետևյալ կերպով. Այդ ում վրա էս ապավին է, այդ որ մի թագավորություն մեր դեմ կարողացավ կանգնել, այդ որ մի հավատքի ժողովուրդը կարողացան մեր դեմը կանգնել։ Դրանք էլ էին ապավինում իրանց Աստծուն, իրանց էլ ջարդեցինք, իրանց ում որ պաշտում էին իրանց չաստվածներին էլ ջարդեցինք, այսինքն կուրքերին եւ այլը։ Այդ դու ով ես, այդ ինչ Աստված ունես կամ այդ ում ես ապավինում, որ դու չես ենթարկվում մեզի։ Պատկերացնում ես վախացնելու խոսքերով։ Ու խոսքում գրված որ իրանք այդ ասորիները գալիս են եբրայերեն լեզվով են խոսում, որ իրանց ժողովուրդն էլ լսեն վախենան։ Այդպես են ինադու խոսում, որ վախենան։ Եվ 18 թագավորած 4 թագավորած 18:36 խոսքում հետաքրքիր բան է գրած, ասում է եւ ժողովուրդը լռեց։ Եվ նրանց ոչինչ պատասխան չտվին, որովհետև թագավորը հրաման էր արել, ասելով նրան չպատասխանեք։ Կարար չէ ասել, հենց դրանց նույն ձևի գոռացեք, որներ իրանց ասեք, այդ ինչ եք խոսում, դուք տեսել եք մեր Աստծուն, դու вообще տեսել եք մեր կյանքը, այդ ինչ ձևի բան եք մեր հետ խոսում, ասում եմ լռեք։ Ուզում եմ քեզ բան ասեմ, սիրելիս։ Երբեմն լռելը դա էլ է հաղթանակ։ Երբեմն լռելը հաղթանակը, այո։ Այդ ում վրա ես հույս դրե, այդ ինչ հավատքի ես գնում, այդ ինչ եք անում, այդ հավատքը, լռի սիրելիս։ Եթե մարդիկ չեն հասկանում, չեն գիտակցում, շատ ժամանակ պետք է լռել, պետք չի խոսաս, և որ Աստված կասի խոսա, այդ վարդ խոսա։ Եզեկյան ժողովրդին ասեց լռեք, բան չխոսակ, և ժողովուրդը լռեց, ու լռության մեջ հետաքրքիր է, պատկերացրու, կարելի է, չէ, մեկ ասում են 10 պատասխան 10։ Ատամի դեմ ատամ, աչքի դեմ աչք, ոչ, ասում են լռեք։ Իրանք հիմարություններ են դուրս տալիս, մենք մեր Աստծուն լավ ենք ճանաչում, մենք մեր հավատքի ճանապարհը լավ ենք ճանաչում, մենք գիտենք, որ մենք այն եկեղեցու մեջ ենք, որտեղ Աստծուց է, եւ այդտեղ տեսնում ենք Աստծո մեծ գործերը, հրաշքները եւ զորությունը։ Հիսուսի անունով, ամեն։
Ամեն։ Եվ գալիս է Մարգարեից պատասխանը։ 19-րդ գլուխ 20 խոսքից կարդամ, 20-րդ խոսքը։ Եվ Ամոսի որդի Եսայիան Մարգարեն մարդ ուղարկեց Եզեկիայի մոտ ասելով. այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը, այն որ աղաչեցիր ինձ Ասորեստանի Սենեքերիմ թագավորի մասին լսեցի։ Կետ։ Պատկերացնում ես, Աստծուն աղոթք է սարը եւ խոսքը գալիս է։ Լսել եմ։ Գիտես, դա բավական էր։ Երբեմն մենք կարող մտածենք, ասենք, մեր աղոթքը Աստված չի լսում։ Ես մտածում եմ սրտի աղոթքը ու համոզված եմ Աստված միշտ լսում է։ Սրտի այն օժար, արդար, մաքուր աղոթքը Աստված միշտ լսում է։ Բացի այն, որ լսում է, պատասխանում է իր ժամանակին։ Ամեն։ Եվ գիտես ինչ պատասխան է ուղարկում Աստված Մարգարեի միջոցով։ Մեր Աստծո գործերը այնքան հետաքրքիր է։ Երբեմն քեզանից առաջ կարա Աստված քո տեղը կռվի, գիտես։ Կարող մտածես, ասես, Տեր ջան, մի հատ խոստուր ոնց է թամ սրանց ինչ անեմ, սրանք իրանց տեղը նստեն։ Հերիք է լավ, բավական է լավ, որ գան ինձի, թե իմ հավատքի համար սենց բանանենի մետ խոսանված թեղ իմ եկեղեցու համար։ Մեկ էլ գալիս ես մի օր տեսնում ես այդ մարդը չգիտես խի էլ չի խոսում, կամ էլ չի հանդիպում քո հետ, կամ էլ բան չի ասում։ Քեզանից առաջ Աստված արդեն գործ արել է։ Հիմա ուզում եմ կարդամ ինչա տեղ ունենում սիրելիս։ Պատասխանն եմ շարունակում։ Սրա համար 4 Թագավորոս 19-րդ գլուխ 32-33 խոսքերը։ Սրա համար այսպես է ասում Տերը, Ասորեստանի թագավորի մասին։ Նա չի մտնի այս քաղաքը եւ այնտեղ մի նետ չի գցի եւ վահանով նրա առաջը չի գա եւ նրա դեմ պատնեշ չի կանգնի իր եկած ճանապարհովը հետ կդառնա եւ այս քաղաքի մեջ չի մտնի, ասում է Տերը։ Ասма գնա ասա Եզեկիային, որ այդ որ եկել են ուզում են քո դեմ կռիվանեն քեզ ոչնչացնեն, անգամ քաղաք չեն կարողանում մտնեն։ Նա հետ է դառնալու։ Չի կարողանալու մտնի քո քաղաք։ Եվ գիտես ինչ անում Տերը։ Հենց այդ գիշերը մի հատ հրեշտակ է ուղարկում։ Մի հրեշտակը գալիս է, խոսքում գրված է, չեմ կարդա, 185,000 մարդու ոչնչացնում, որ դուրս է եկի Աստծո ժողովրդի դեմ։ Պատկերացնում ես Աստված է կռվում։ Կմտածես քո խնդիրը այնքան մեծ է, այդտեղ անգամ կարող մտածես Աստված էլ չի կարա, սելիս կարա։ Աստված ոնց։ Աստծո մի հրեշտակը 185,000-ի միանգամից ոչնչացրեց։ 185,000, որ դուրս էին եկել Աստծո ժողովրդի առաջ։ Ու գիտես ինչա լինում այդ թագավորի վերջը, որ եկել էր Աստծո ժողովրդի առաջ։ Հենց ինքն է որ վերադառնում է իր տունը, իր որդիներն էլ գրված է, իր որդիներն էլ իրան սպանում են։ Պատկերացու դուրս էր եկել Աստծո ժողովրդի առաջ, հաղթանակի միտումով, պարտվեց իր իսկ որդիների ձեռքերով։ Էս էլ Աստծո գործը քո կյանքում որ կանի սիրելիս։ Գնա ուղիղ Աստծո առաջ։ Կտեսնես քո կյանքի հաղթանակները։ Ամեն։ Ամեն։ Մի խնդիր էլ է լինում։ Սրանով չի ավարտվում։
Այ Տեր ջան, ինչ հրաշալի ես դու։ Ուզում եմ ասեմ ցանկացած ինչ ուզում եք քո կյանքում գա։ Տես կռիվ դուս եկավ Եզեկայի դեմը։ Հեսա կարդալու եմ սելիս։ Հիմա էլ հիվանդություն ա գալի իր դեմը, արդեն մահանալու օրերն ա գալի։ Տեր ջան, չի վերջանում մեր խնդիրները։ Ախր հավատքի մեջ պետք է հստակ գնանք առանց խնդիրների։ Ոչ սելիս, Աստված թույլ է տալի, որ դու անցնես ամեն ինչի մեջով։ Էլի 4 թագավորաց 20-րդ գլխից։ Այն օրերը Եզեկիան մերձիմահ հիվանդացավ։ Եվ Ամոսի որդի Եսայիա մարգարեն եկավ նրա մոտ եւ նրան ասեց. Այսպես է ասում Տերը, կտա կարա քո տան մասին, որովհետև դու պիտի մեռնես ու չապրես։ Եվ նա երեսը դարձրեց դեպի պատը եւ աղոթ քարավ Տիրոջը ասելով. Եղբայրս գիտի ինչ անում։ Չի նեղանում, փախնում միանգամից Աստծուց հեռվանում, աղոթ քարեց ասма։ Աղոթում եմ ով Տեր։ Հիշիր հիմա, որ քո առաջին հավատարմությամբ ու կատարյալ սրտով գնացի, որ քո աչքերին հաճելի եղածը արեցի։ Եվ Եզեկիան մեծ լացով լաց եղավ։ Գիտես, ասեմ, որ մարդ ես էլի, որ մեկի հանդեպ հավատարիմ ես եղել, սրտով էլ կարողանում ես բաց ճակատով էլ կանգնել առաջը, չէ։ Եզեկիան Աստծո առաջ այնքան հավատարիմ էր։ Եկել է մարգարեն Աստծուց խոսքը բերել, ասում է, լսի, դու արդեն վերջ։ Կյանքի տորեն եկել է, հիմա հիվանդացել ես, պիտի մեռնես, ժամանակը եկել է։ Աստծո հետ նենց հարաբերություն ունի, կանգնում է ասում է, Տեր ջան, քո առաջ ուղղեմ գնացե։ Ինչ կլինի։ Կյանքի սորերը երկարացրու։ Ինչ ուժեղ է, չէ։ Գիտես, երբ որ դու հավատարիմ ենք ելնում մենք, դու, ես, բոլորս, Աստծո, առաջ Աստծո հետ, բաց ճակատով, բաց սրտով, հավատքով կարող կանգնենք ու Աստծուց խնդրենք ու առնենք։ Եվ Եսայիան դեռ չէր դուրս եկել միջի քաղաքից եւ ահա Տիրոջ խոսքը եղավ նրան ասելով։ Մարգարեն եկավ թագավորին ասեց գնում է ճանապարհին, մեկ էլ Աստծո խոսքը եկավ թագավորին, ասում է. «Ետ դարձիր, ասա իմ ժողովրդի իշխան Եզեկիային. Այսպես է ասում Տերը քո հայր Դավթի Աստվածը. Լսեցի քո աղոթքը, տեսա քո արտասուքը, ահա ես քեզ կբժշկեմ երրորդ օրը վեր գնաց Տիրոջ տունը»։ Ասա ամեն։ Ամեն։ Աստված իր որոշումը փոխեց սիրելիս։ Աստված կարա քո կյանքում փոխի իր որոշումը։ Ուղիղ ապրի նրա առաջ, արդար եղի նրա հետ, պարզ եղի նրա հետ, ես էլ հետդ։ Փառք Հիսուսին քեզ համար սիրելիս։ Կխնդրեմ ոտքի կանգնես սիրելի եկեղեցի։ Ես ուզում եմ եկեղեցով, ընտանիքով բոլորս աղոթք բարձրացնենք։ Գիտես ինչ աղոթք։ Որ խոսացի։ Միգուցե բաներ ենք արել չենք հասկացել։ Չհասկանալով մեր տուն, մեր կյանք սխալ բաներ ենք բերել։ Ինչ որ տեղ ուղիղ չեն գնացել մեր Աստծո առաջ։ Ապաշխարենք, խնդրենք ներողություն եւ Աստծուն ասենք. օգնի գնանք ուղիղ քո առաջ։ Համաձայն ես։ Երկնային Արքա,
Տեր մենք այս փառք ենք տալիս։ Ասում ենք շնորհակալություն Հայրես, այս խոսքերի համար, այս պատմության համար։ Շնորհակալություն, որ դու այս խոսքերով մեր հետ, մեր սրտերի հետ խոսում ես։ Տեր մենք եկեղեցով ներողություն ենք խնդրում, հակառակվում ենք այս սխալ գործերին, այս սխալ ճանապարհներին, որ ժամանակին արել ենք։ Միգուցե կուրքերի ենք պաշտե, կամ կուրքեր ենք բերել մեր տուն, չհասկանալով, մեր կյանք ենք բերել, հակառակ ենք կանգնում, ասում ենք ներիր մեզ Հայր։ Խնդրում ենք Տեր հեռացնես այդ ամեն բանը մեր կյանքից, մեր ընտանիքից, մեր ազգությունից, մեր երկրից, այս երկրից եւ խնդրում ենք բերես Տեր Աստված քո խոսքը, քո ներկայությունը մեր կյանք, որ մենք Տեր Աստված ունենանք սիրտ, որ ինչպես գրված է, ուղիղ սրտով գնանք դեպի քեզ ընդառաջ, ապրենք քեզանով, քո խոսքով եւ լցվենք քո օրհնություններով ու քո սիրով։ Փառք ես երթային Տեր, հանձնվում ենք քեզ եւ ասում ենք Տեր Աստված եղիր մեծարված ու փառավորված։ Հալելույա։ Ամեն։ 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 Փառք Տիրոջը։ Փառք Հիսուսին։ Փառք Տիրոջը։ Փառք ամենակարող Աստծուն։ Տեր օրհնի քեզ, միշտ կավարտենք մեր ծառայությունը։ Ես ուզում եմ դիմել այն մարդկանց, ովքեր որ առաջի անգամ են մեզ հետ, որ առաջի անգամ եկել ես այստեղ ու Աստծո խոսքը լսեցիր։ Գիտես սիրելիս, Աստծուն ուղիղ Աստծո առաջ գնալը սկսվում է ապաշխարությունից։ Սկսվում է այն աղոթքից, այն խոսքերից, որ դու բերանդ բացելու ես, սրտովդ հավատալու ես, շրթունքներով ասելու ես. Հիսուս, ես հանձնվում եմ քեզ։ Ներողություն եմ խնդրում իմ կյանքի արած ամեն սխալի համար, տալիս եմ իմ կյանքը քեզ եւ խնդրում եմ եղիր իմ առաջնորդը, իմ Աստվածը։ Այստեղ բոլորս այդ աղոթքը արել ենք։ Նախ ուզում եմ, եթե դու առաջի անգամ ես, բարձրացնես ձեռքդ, ողջունենք քեզ։ Տերը օրհնի ձեզ։ Տերը օրհնի այն մարդկանց, ովքեր ձեռք են բարձրացնել։ Փառք Հիսուսին ձեր համար։ Ես ուզում եմ խնդրել քեզ, սիրելիս, տեղը թողես, իջնես ներքև, ես էլ կիջնեմ։ Մենք իրար հետ այդ աղոթքը անենք։ Գանք մեր Աստծո առաջ եւ բարձրացնենք մեր աղոթքը։ Փառք Հիսուսին։ Արի առաջ սիրելիս, արի։ Այդ աղոթքը բոլորս էլ արել ենք։ Փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը, կարող ես ծափարել, բարև ձեզ։ Աստված օրհնի ձեզ։ Դեմքով կանգնեք դեպի ինձ, դեմքով դեպի ինձ, դեպի ինձ դեմքով, հա, կանգնեք։ Սիրելիս չամանչես, արի առաջ, ստեղ կանգնած ամեն մի մարդ այդ աղոթքը արել է։ Քո ապաշխարությունը սկսում է, քո կյանքը հոգևոր, քո օրհնությունները, բարև ձեզ, Տեր օրհնի ձեզ, կանգնեք։ Քո ապաշխարությունը, քո հոգևոր կյանքը սկսում է հենց դրանից։ Լավ, եթե ամանչեցիր չիչար, կամ չուզեցիր ես անգամ, խնդրեմ տեղից հետ մեզ հետ կաղոթես։ Սիրելիս աղոթքը, ապաշխարության աղոթքը դա ոնց որ ասեցի։ Դու սիրտդ բացում ես, ասում ես Հիսուս, արի իմ կյանք, թագավոր իմ կյանքում։ Ես հավատում եմ, որ դու խաչվել ես ինձ համար։ Խաչվել ես, որ ես մեղքերից ազատ լինեմ։ Դու իմ մեղքերը վերցեցիր, խաչի մահով արյունով մաքրեցիր։ Եթե հավատում ես, եթե ուզում ես, կուզենաս անես այս աղոթքը, մեզ եկեղեցին կօգնի։ Եթե ուզում ես, ես խնդրեմ փակի աչքերդ, քեզ որ ոչ մի բան չխանգարի ու կրկնի իմ հետ ասա. Երթնային Հայր, ես գալիս եմ քո առաջ Հիսուս Քրիստոսի անունով։ Հիսուս, ես հավատում եմ, որ դու խաչվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն առար ինձ մեղքերից ազատելու համար։ Խնդրում եմ ների ինձ իմ բոլոր մեղքերը եւ մաքրիր ինձ քո սուրբ արյունով։ Այսօրվանից
Ես իմ կյանքը քեզ եմ տալիս։ Եկ թագավոր իմ կյանքում եւ եղիր իմ Տեր ու Փրկիչը։ Հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը ձեզ համար։ Աստված օրհնի ձեզ։ Շնորհավորում ենք ձեզ։ Փառք Տիրոջը ձեզ համար։ Աստվածաշունչը ասում է, ով որ էս աղոթ քանում է իր անունը գրվում է կյանքի գրքի մեջ։ Սիրելի եկեղեցի, աղոթենք չէ իրանց համար։ Ուզում եք ձեզ համար աղոթենք, օրհնենք ձեզ ամբողջ եկեղեցով, ձեր կյանքը։ Բարձի ձեռքդ սիրելիս։ Երկնային Արքա փառք ենք քեզ տալիս։ Շնորհակալություն ենք ասում քո դուստրերի համար։ Խնդրում ենք օրհնես իրանց, մաքրես իրանց, հեռացնես իրանց կյանքից ամեն մի անեծք, ամեն մի թուղթուգիր սխալ խոսքեր, եթե երբևիցե արված է իրանց կյանքում։ Հիսուս Քրիստոսի անունով խնդրում ենք Տերս, մաքրես, տանես քո ճանապարհների մեջ։ Եվ Տեր Աստված ասում ենք շնորհակալություն ես հրաշքների համար, տալիս ենք իրանց այն Աստծո ձեռքերի մեջ, որ հավատացին։ Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը ձեզ համար։ Իմ աջ կողմում կանգնած են մեր քույրն ու եղբայրը ավետարան իրանց ձեռքում։ Չշտապեք տուն գնալուց։ Խնդրեմ հետևեք իրանց։ Մենք ուզում ենք ձեզ հետ ծանոթանանք, ձեզ հետ շփվենք, եթե պետքա ձեր համար առանձին աղոթքենք, հարցեր ունեք, պատասխանենք, սա ձեր ընտանիքն է սիրելիս։ Արդեն մենք ձեզ ամեն շաբաթ օրը սպասում ենք եւ չորեքշաբթի սպասում ենք մեր ծառայեցներին։ Աստված արատապես օրհնի։ Կարող եք գնալ։ Տերը օրհնի ձեզ։ Հարաբանություն կարող է մի հատ երգ վերցնենք։ Տերը օրհնի ձեզ, դուք շատ հրաշալի եք։ Միջև հարաբանությունը կբարձրանա, ուզում եմ սիրելիս բարձրացնես ձեռքդ վերցնես օրհնության խոսքերը։ Հայր Աստծո սերը, Հիսուս Քրիստոսի շնորհքը, Սուրբ Հոգու առաջնորդությունը, կրակը, լույսը, զորությունը լինի քեզ եւ քեզ հարազատ բոլոր մարդկանց հետ։ Ամեն։